Աշուն ջան հոգ տուր։ Ես միշտ էլ հոգ եմ տվել։ Ես անգամ վերջնական։ Այ ապրես։ Սիրելի հայրենակիցներ, թուրքերը, սիրելի հայրենակիցներ, արկա տնտեսական, քաղաքական և բարեհոգեբանական վիճակ է Հայաստանի Հանրապետություն կարգի է սրվել, որ մեր ժողովուրդը այդ վիճակից դուրս գալու համար տեսնում է միայն զինված ապստամբությունը, որը ինչ որտեղ կարողացան այս ամենին հասնել մեր իշխանությունները։ Ես ուզում եմ ինչ-որ պաշտոնական մաս ավարտեմ և ուզում եմ ազատ խոսքով դիմեմ ձեզ և ստանանք մեկես մեկու գաղափարի ապագա տեսանելիության հաճույք և իմաստ։ Ուրեմն ինչ եմ ուզում ասեմ, լավ եսի կանի թողենք ես պաշտոնական մասը ձերից ենք ժողովուրդ։ Այս տարիների ընթացքում բոլորս ականատես ենք ելել շատ մեծ բնական իշխանության կողմից ձևավորված առավելքների, որը միշտ ազդել է մեր ժողովրդի ապագա սերնդի կյանքի ապրելակերպի և ամեն ինչի վրա, որի հիմքում մեր ժողովուրդը բռնել է արտագաղթի ճանապարհը։ Ես ուզում եմ հիմնականում ծանրանալ մի հարցի շուրջ, որ այսօր մեր այս լեգենդար իշխանությունները ուզում են մեր երկրում փոփոխություն անել, իբարս մեր ժողովրդի, այսինքն ուզում են ազգային համաձայնության կառավարություն ձևավորել։ Պատկերացնում եք, կառավարություն, որից տեղյակ չէ, ազգային համաձայնության կառավարություն, որից տեղյակ չէ մեր ժողովուրդը։ Սիրելի ժողովուրդ, ամեն անգամ նախընտրական ժամանակաշրջանում մեր իշխանությունները ձգտել են իրենց խաբկանքով ժողովրդին շեղել իրենց ճիշտ ուղուց։ Այս անգամ այս ճանապարհով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելով, չգիտեմ իրանց ձեռքերով էր բռնես տարիների ընթացքում, որ ինչ-որ նորմալ կառավարություն ունենային և հիմա արթնացել են, ուզում են ձևավորել ազգային համաձայնության կառավարություն։ Այսինքն մեր իշխանությունները ինչ են ուզում անել, նրանք ուզում են ձգտել պահել իրենց իշխանությունը բանդայի ձեռքում, որը ես բազմից անգամ ասել եմ, սա բանդա է, սա իշխանություն չէ, սա ոչ մի կապ չունի մեր ժողովրդի հետ այս իշխանությունը։ Եվ այսօր այս ճակատագրական ժամանակաշրջանում, որ մենք կանգնած ենք արտաքին մեծ մարտահրավերների առաջ Արցախյան հիմնահարցում, մեր իշխանությունները նորից ուզում են խաղեր խաղալ, առավել ևս ինչքան մասնատված ենք, ավելի մասնատել մեր ժողովրդին, հենց նման ձևերով։ Գիտեք ոնց բոլոր երկրներում, բոլոր երկրները անցումային ժամանակաշրջանում ունեցել են ազգային համաձայնության կառավարություն, մենք էլ այսօր կարող ենք ունենալ, բայց ոչ այս տականքներով։ Հասկանում եք ժողովուրդ ջան։ Գարեգին Նժդեն ասել է, բոլոր ազգերն ունեն տականքներ, բայց հայ ազգի տականքը ոչ մի ազգ չունի։ Եվ իրանք այսօր մեր իշխանական տականքները ոչ մի ժամանակաշրջանում մեկ չեք ունեցել։ Եվ կխնդրեի բոլորից հետ, որ չշեղվեք, չգնաք այդ խաբկանքներին, և այսօր ժամանակն է, օրասական ժամանակն է, որ մենք գիտակցաբար
համախմբենք և վերջնականապես կարողանանք ազատվել այս բարբարոսներից, բարիս բույն իմաստով։ Վաղը շատ ուշ կլինի ժողովուրդ ջան։ Մենք միշտ բողոքում ենք բախտից մեր ազգի թերությունը, խելքից չենք բողոքում։ Ես կխնդրեի, որ այս անգամ գիտակցեք և բողոքենք մեր խելքից, թե անցյալում ինչ սխալներ եք թույլ տվել, որ թույլ չտանք ապագայում, որ չտանք վաղը, մյուս օրը, 6 ամիս հետո։ Դրա համար սիրելի ժողովուրդ, ոնց որ ասում է տառապանքս փորձ ունի։ Այստեղ կանգնած մարդիկ ես մի տոկոս չեմ կասկածում, որ ներկայիս կանգնած ժողովուրդը մտահոգ է իր ազգի ապագայի համար, իր երեխու, իր հայրենիքի, իր պետության, իր պետականության։ Եվ մենք որպես կուսակցություն քաղաքացիական պայմանագիրը մենք ուզում ենք, որ ունենանք շատ համախոհներ։ Մենք չենք եկել ձեզ ասենք, վաղը իշխանությունը չի լինի։ Մենք եկել ենք ձեզ ասում ենք, համախմբվեք, գիտակցաբար գնանք ընտրությունների, ձեր ձայնով մենք վերջ կտանք այս կոռումպացված իշխանություններին, ձեր հետ միասին։ Ժամանակը ցույց է տվել, ժողովուրդ ջան, որ բոլոր ժամանակաշրջաններում իշխանափոխությունները արվել է միայն ժողովրդի ձեռքով։ Մի մտածեք, որ ձեր մի ձայնը շատ քիչ է։ Մի մտածեք, որ դուք մեկ անհատը քիչ ես։ Երկրի նախագահն է մի մարդ, վարչապետն է մի մարդ, ստեղ կանգնած Միքայելյան Սասունն է մի մարդ, տարբեր մարդիկ ստեղ կանգնած մի մարդ են և կարան համախմբված աշխարհ շուրջ տան։ Ես ցանկանում եմ, որ մենք գիտակցաբար համախմբենք, ժողովուրդ ջան։ Այսօր առավել ևս մեր առջև ծառացած է Արցախի հիմնահարցը, որ մենք պետք է կարողանանք մեր համախմբվածության այսքան տարիների զրկանքների տառապանքի արդյունքը չգնա կորի։ Եվ մենք պարտավոր ենք, որ կարողանանք մեր ժողովրդին տանել այն ճանապարհով, որ վաղը ինչ-որ Արցախի հիմնահարցի հետ կապված հողեր տալու հարց առաջ քաշվի, ժողովուրդը անտարբեր չլինի, իմ ամենամեծ մտավախությունը դա է, հասկանում եք, տեսեք ինչ է կատարվում, Սերժ Սարգսյանը իր լուր աշխարհի հայտարարեց, որ 2011 թվականին ինքը համաձայնվել է Կազանյան պայմանագրին, որում 5 շրջան պետք է հանձնվել Ադրբեջանին։ Պատկերացնում եք, իսկ Ադրբեջանից ոչ մի իշխանավոր, թեկուզ տեսնեք Ալիևի քարտուղարուին անգամ, որևէ անգամ իրանք չեն հայտարարել, որ թեկուզ Ստեփանակերտի մի թաղամասին մենք կտանք անկախություն։ Իսկ մենք առաջ չգիտեմ ինչու էլ է բարձրացրել գոռում ենք ամեն ինչ կտանք։ Եվ մարդիկ այսօր մեր իշխանությունները եթե չեն հասկանում, չեն գիտակցում, պիտի հասկանան, որ մենք տալով ազատագրված տարածքները մենք չենք ունենա Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Դրա համար սիրելի ժողովուրդ, այսօր ասական պահին, որ մենք այսօրվա կառավարության այս նոր ձևավորումը, ես ուզում եմ դուք որ հասկանաք, սա ընդհանուր միջոց է, այսինքն սա, ոնց ասեմ, կենտրոնացված շտաբ են սարքել նախընտրական արշավի ժամանակ։ Ձեզ կշեղեն շուտով, որոշ մարդկանց, որպես նախարարների փոխելով, ինչ որ մտան փոփոխություն է կատարում Հայաստանի Հանրապետությունում, իբարս մեր ժողովրդի, որին ծեծել են այս հարթակներում, այս հրապարակներում, այս փողոցներում, բազմից անգամ այս իշխանությունները, այսօր ջիգար են կերել, ժողովուրդ ջան, նոր կառավարություն են ձևավորում ձեզի փրկելու, թե իրանցով էլ բռնել, թող փրկի։ Դրա համար ես ուզում եմ, ես հիմնականում գելու թե ինչի համար եմ ուզում, ինչով եմ ուզում ձևավորել, որ այս անգամ ևս չգնանք հանգած նման խապկանքների։ Մենք եթե այս անգամ էլ չկարողանանք համախմբվել, չկարողանանք
համախմբել, բարձ ասում եմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության շուրջը մենք կործանվելու ենք, որովհետև ես չեմ վարանում ասելու, գրեթե չեմ ասում բոլոր, գրեթե բոլոր քաղաքական ուժերը ամեն մեկը մի թելով, մի ձևով, մի պայմանով, մի նախապայմանով կապ ունեն իշխանության հետ։ Եվ այսօր մենք նորից ես հուզվում եմ, ես այս ամբիոնից ելույթ եմ ունեցել 2008 թվականին այս հարթակում կանգնած եմ եղել։ Եվ ես ինչ համար եմ նորից վերադարձել, այն պարտականությունը, այն պարտքը, այն պահանջը, որ ժողովուրդը դրել է մեր դեմ 2008 թվականին մեր դեմ չեն կարողացել կատարել, բայց ես հայ եմ, մարդ եմ, զինվոր եմ, ես նորից եկել եմ մեր թիմով, մեր քաղաքացիական պայմանագրով չեմ գնացել զո իշխանություններին, պաշտոնների չեմ գնացել, բազմիցս ընտրություններով, թեկուզ հաղթած և պարտված, բայց հպարտորեն, կանգնած եմ նորից, պահանջելու ձեր կատարել, ձեր պահանջը, այն պահանջը, որ դրել եք մեր դեմ, որ շատ մեծ հզոր, քաղաքական գործիչներ փախան, այլևս չկան ներվել են իշխանություններ, բայց մենք, որպես զինվորներ, կանգնած ենք ձեր դեմ և պարտավորվում ենք ձեզ հանել այս վիճակից, բայց ուշ կլինի, ուշ կեկեք ժողովուրդ ջան։ Կներեք, ես մի օր Հրազդանում իմ համագյուղացի Հակոբյան Արայիկ կար։ Եկավ ինձ դիմեց ասավ, կամանձիր, հենց ժամանակ կողման ասավ սասուն եթանք ինձ տեխնիկումից հեռացրել են, եթանք միշնորդի թող վերականգնեն գնացի տնօրենը տեխնիկում հայատ կանգնած է, լուսահոգի, Խաչատրյան Մայիսը։ Ասի պարոն Խաչատրյան ես հարցով, ես կտրանքով եմ եկել, բարձրանանք վերև սասուն ջան։ Բարձրացանք վերև, ասամ ում համար ես եկե, ասի Հակոբյան Արայիկի։ Բա ինչա պատա, ասի հեռացնում եք, բաց ես մատյանը կարդաց Հակոբյան Արայիկ, որ թերթես բացակա, ասավ սասուն ջան, ինքն հեռացած անդամ ես հաստատել եմ։ Մնում է մենք հաստատենք այս տոկակները, որ հեռանան, հերիքա, հասկանում եք ժողովուրդ։ Հերիքա, ես կտերին գնանք, չգիտեմ ես խապտանքներին, են մի հատ անեկդոտ է, որ ասում է, մի գյուղացի հավը թևի տակ տամոժին ասնելուց բրմե ջեբիս մե եկա բրգանտ են անում, ասում են ես ինչա, ասում է կուտնա, ասում ես հավը կուտի, ասում է կուտա, կտամ կուտի, չուտի, թո չուտի, հնի հերիքա մեզի կուտան, հերիքա մեզի խապեն, ժողովուրդ ջան, ժամանակն է ուշքի կանք, հասկանանք, համախմբենք, Ես մասնատը բաժանն արել բոլորիս տիրել են ու կարչել են ամեն անգամ նորից նոր մեթոդներով, նոր խապկակներով, նոր խապեպայությամբ ուզում են նորից իրանց հետ իշխանությունը պահել բանդայի ձեռքում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից հետ մասնակցության համար և ուզում եմ, որ հավատացած լինեք բոլորը Այստեղ մենք կուսակցության շատ անդամներ կարողա ճանաչման չել ձեր կողմից ժողովուրդ ջան, բայց բոլորն էլ ինչ-որ ճանապարհ են անցել, կեսը քաղաքական, կեսը քաղաքացիական, կեսը պատերազմական։ Գիտեք ոնց, մեր իշխանությունները այս տարիների ընթացքում հենց ձև են գործել, որ երիտասարդները առաջ չգան։ Այն բրեժնևյան կոռուպտորների պես, եկեք ուզում եք գնանք նույն պարիտ բիրոն նստած այսօր մեր կառավարության շենքում, ովից ուզում եք վեցրեք։ Բոլորը սովետական միության կոմպուսի կամ չգիտեմ կոմերտական միության անդամներ են, ու այսօր իրանք են իշխում։ Եվ մեր այս անկախությունը իրանք չեն պատկերացնում, որ մեր ժողովրդին է, այլ պատկերացնում են ռուսին է, չգիտեմ ումն է։ Դրա համար սիրելի ժողովուրդ Ես կխնդրեի, որ բոլորս գիտակցաբար
Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում։ Ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց կտա։ Եթե մենք այս տարիների ընթացքում այդքան բողոքներով ոսնելու, այդքան պրոբլեմներով նորից դիտակցաբար եկել եք, որ լուծեք ձեր պրոբլեմները, չհավատակ, որ մեզանից ստեղ կանգնածներից որևէ մեկը, եթե համախմբեք, ձայն տակ մեզի քաղաքացիական պայմանագրին, ժամանակի ընթացքում մենք կգնանք զոհաբերության, երբեք չենք դավաճանը, որովհետև այստեղ կանգնածները ձեր ծոցից են ծնված, որովհետև այստեղ կանգնածները կաթեշ շշում են սեղանի վրա չեն տեսած, գիտեն այդ որտից է գալիս, որովհետև մենք չենք եկել խաբենք, գյուղացի ժողովուրդ ենք, որովհետև մենք այսօր հասկանում ենք ձեր դահանցությունը, մեր այս գործունեության տարիների ընթացքում, այս 2-3 տարվա ընթացքում, մենք ամեն ինչ ուսումնասիրելով, այսօր վստահորեն, հպարտորեն, եկել ենք կանգնել ենք, արդեն 5-6-7 տարի հետո, նորից ասում ենք, մենք հանձն ենք վերցնում, այն պարտականությունները, որ գնացել ենք մենք ինչ-որ ուժի հետ, փողը գնացել ենք մենք հատնվել ենք բանտերում, նորից եկել ենք, այն ինչ չենք արել, որ պիտի անենք, մեզի խաբել են, մենք ենք վերցնում մեր վրա ու կանենք, չկասկածեք, շնորհակալություն։